Թուրքիան եւ Ադրբեջանը, որ միլիարդավոր դոլարների գազ եւ նավթ են Ռուսաստանից ծախում, շրջանցելով եվրո սանկցիաները, Թուրքիան եւ Ադրբեջանը Ռուսաստրուկ ինչու չեն ասում իրանց։ Բա ինչու չեն ասում, նրանք սանկցիաներ են շրջանցում։ Համաձայն եմ, ավելին Թուրքիան շարունակում է մնալ Միացյալ Նահանգների լավագույն գործընկերը, ՆԱՏՕ-ի անդամ, ՆԱՏՕ-ի երկրորդ հզորության ունեցող երկիրը, եւ մենք տեսնում ենք, թե ես հետևում եմ բնականաբար ամեն օր ադրբեջանական, թուրքական, իրանական, եվրոպական մամուլին, ես տեսնում եմ, թե նույն Ադրբեջանի հետ, նույն Միացյալ Նահանգները ինչպիսի հզորագույն տնտեսական ուրեմն պրոյեկտներ պատրաստվում անել մեր Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի Մեղրու, Զանգեզուրի այդ տարածքի հաշվին։ Նայրա ջան, այսինքն Թուրքիան եւ Ադրբեջանը կարող են լավ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ եւ Եվրոպայի։ Իսկ մենք դառանք ռուսի ստրուկ։ Իսկ որ այդ տիկին Ուրսուլան գալիս է գրկվում է Ալիևի հետ։ Նա իրան ասում է դու ռուսի ստրուկ ես, որտեվ Պուտինը ինքն է։ Բայց ավելին ես կարող եմ հիշեցնել Ուրսուլայի տեքստը, որ ինքը Բաքվից մեկնելուց չէր դիմացել ինքնաթիռում գրել էր եւ հրապարակել էր իր X-ում, որ ես լավագույն բարեկամներ ձեռք բերեցի կատիմով Անի եւ նրա կնոջը։ Բայց վիդիտիլի նրանք ռուսի շտրուկ չեն, բայց Արտուր ջան, եթե մեր ժողովուրդը նորից եմ ասում, այս գիպնոզի տակա, այս տոտալ տակա, մենք կոչ ենք անում մեր հայրենակիցներին դիվել Նիկոլ Փաշինյանին, անջեր, որ դուրս գանք ԵԱՏՄ-ից եւ ԱՊԿ-ից եւ ինչ ասեմ, սկսել տոպրակով հավաքել աթար դիմակայելու առաջիկա ձմեռը։